Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեյքի հետ մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան vs. Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Մի քանի հոգի կան, որ Պետրոս Ղազարյանը նրանց հետ զրույցից չի կշտանում։ Դրանցից մեկը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Մենք էլ չենք կշտանա դրան մշակելու մեր հիմնական առաքելությունից։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, donation alert, Patreon, super chat, բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեյքին այս եւ մյուս նախագծերի համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, մենք այսօր կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, բարեկո պարոն Կոնջորյան, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ասում է, որ ինքը եկեղեցին պաշտպանում է եւ այլն, թողենք այդ պահը։ Եվ ասում է, որ եթե քաղաքական ձևով հարցը չլուծվի, ինքը կլուծի հարցը իր ձևով։ Եվ դրա համար իրեն ձերբակալում են։ Ուզում եք հարց տամ։ Էլի հարց տասել ինչ անես Պետրոսը, նա ասիր պրծարել, այսինքն քո հարցից, քո ասածից արդեն ամեն ինչ պարզ էր, էլի։ Խոսածո մարդ ընդամենը կարծիք հայտնող մարդուն կարան այս երկրում ձերբակալեն։ Անկամ եթե այդ մարդը լինի հայ ժողովրդի ամենանշանավոր զավակներից մեկը, աշխարհում ամենահարուստ հայը, ամենամեծ բարերարը, մեր երկրի ամենախոշոր գործատուներից մեկը, ընդամենը կարա մի հատ կարծիք արտահայտի եւ ձերբակալվի։ Էլ ինչ հարց։ Հարց չկա, ախպեր, այդ է այս երկրի ձևը, ժողովրդավարությունը։ Հարցեր կան, Պետրոս, հələ դու հարցել ունես։ Ուրեմն հարց տամ, արդյոք սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում չէ, որտեվ մարդը ասել է կլուծեմ իմ ձևով։ Չի ասել կգնդակահարի, չի ասել հեղաշրջում կանի, չի ասել, չգիտեմ ինչեր կանի, ասել է իմ ձևով։ Դրա ստեղ ինչն է քրեական, ինչն է սպառնալիք, հետո նես չի որ իր ձևը մենք գիտենք, որ ինքը մի 10 անգամ մարդ է սպանել, ինչ որ հեղաշրջումներ արել, որ ասենք այ իր ձևը սա է։ Մարդը գիտենք, բիզնեսմեն է, բարերար է։ Բայց ունի Նիկոլ Փաշինյանի ձևից տարբերվող ձև։ Պրծավ։ Նիկոլ Փաշինյանը ուզում է եկեղեցին վերացնի, ինքն էլ հակադրվում է դրան, ուզում է եկեղեցին պաշտպանի։ Բա ինչ անեն, որ չձերբակալեն Պետրոս։ Թողնեն Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջները չկատարի, հա։ Դուր հետ կգա։ Հարցի քրյա իրավական մասին ես բնականաբար չեմ կարող անդրադառնալ, դա իրավապահ մարմինների գործն է։ Ինքը իրավապահ մարմինների գործունեությանը չի խառնում, իրանք չեն խառնում։ Իրանք ընդամենը իրավապահ մարմինները իրանց գործը գիտեն, որ պետք է տանեն, բռնեն, եթե հանկարծ իրավապահ մարմինները չեն բռնում, WhatsApp-ով հանձնարարությունը ստանում են, թռնում են դուրս։ Օրինակ, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբաջյանը իրավապահ մարմնի ղեկավար էր։ Հանձնարարությունը չի կատարել, որ գնա մասկի շոու անի, բոլորին պարկասնի գետի միլիարդատիրոջ է ձևը, անմեղ մարդուն էլ միլիարդատիր իր է, անմեղ մարդուն չձերբակալի, իրան գործից հանում են։ Այդ ձևով գործից հանում են քննչական կոմիտեի ղեկավարին, բարձրագույն դատական խորհրդին, նախագահին, ներքին գործերի նախարարին, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին, բայց իրանք չեն իրավապահ մարմինների գործերին, բացարձակապես այս մարդիկ չեն խառնվում։ Ամեն մարդ իր գործին։ Բայց ես կարող եմ քաղաքական գնահատականը տալ եւ իր խոսքը ակնհայտորեն պարունակում է սպառնալիք Հայաստանի Հանրապետության։ Հիմա ասեմ։ Ակնհայտ պարունակում է սպառնալիք, մասնավորապես ասում է, եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել, մենք մեր ձևով եւ ասում ես անմիջականորեն կմասնակցեմ այդ գործընթացին։ Գիտես ինչն է այդ գործընթացը։ Կպաշտպանենք մեր եկեղեցին։ Կպաշտպանենք մեր եկեղեցին մեր ձևով, դա սպառնալիքը, եկեղեցուն պաշտպանելը սպառնալիք է, էլի Պետրոս ջան։ Որտեղ եկեղեցուն ազգային հենասյուներից է, պետության կարևորագույն ինստիտուտներից է, ու եթե մեկ ուզում է դա պաշտպանի, այսինքն ինչ չհանձնենք ադը, հիմա այնտեղից ասենք թե Փաշազադեն ուզում է
Իշխանությունում թեմ ստեղծի։ Հիմա Սամվել Կարապետյանը դեմ է, հետո պիտի չստեղծվի։ Դրա համար պիտի ձերբակալեն, տանեն, դաշտը մացը, որ նա հանկարծ իր ձևով չկարողանա եկեղեցին պաշտպանի ադրբեջանա-թուրքական հարձակումներից։ Սպառնալիք։ Սա ինչ է նշանակում։ Քաղաքական գործիչները նախ ինչի մասին է խոսքը, ինչ հարց պիտի լուծեն։ Եկեք գանք ստեղից։ Եկեղեցու հետ կապված քաղաքական գործի, որ քաղաքական գործիչները։ Օրինակ մասնավորապես մի րոպե, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը, դաշնակցությունը, որի կարկառուն անդամներից մեկը եղել է օրինակ Նայիրի Հունանյանը, եւ Ռոբերտ Քոչյանի օրոք օրինակ տեղի է ունեցել հոկտեմբերի 27, մարտի 1, երբ որ մարդիկ են գնդակահարվել, բազմաթիվ տասնյակ քաղաքական սպան, հիմա ասում եմ, ահա այդ մարդիկ։ Պետրոս հասկանում ես, ասենք սրա ասածը այն աստիճանի ապուշությունը, որ նույնիսկ դու ես հասկանում։ Ասենք որ նույնիսկ դու ես ասում, թե այդ ինչ հիմարություններ ես դուրս տալի, եթե հոկտեմբերի 27-ից ես խոսում, մարտի 1-ից ես խոսում, ով է դա արել, մինչև հիմա ինչի չեք բացահայտել, երբ որ եկել եք խոստացել եք, որ դա պիտի բացահայտեք, ինչ կապ ունի դաշնակցությունը դրա հետ, Ռոբերտ Քոչյանը ինչ կապ ունի դրա հետ, հանցանք ա եղել, իշխանություն է, գնացեք բացահայտեք։ Այն աստիճանի ապուշություն, որ նույնիսկ դու հասկանաս, պատկերացնում ես, չէ՞, մակարդ աստիճան է, էլի։ Հիմա ինքն ասում է, եթե իրանք չկարողացան հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևերով։ Հիմա ես դա համարում եմ ուղիղ, շատ ուղիղ քաղաքական սպառնալիք Հայաստանի Հանրապետության ընտրված ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության դեմ։ Պետրոս, դե եկեղեցին պաշտպանելը սպառնալիք է, էլի։ Ադրբեջանը այդ ցավը տանում ուզում այս երկիրը վերացնի։ Հիմա դա պաշտպանելը արդեն դառնում է սպառնալիք, էլի։ Նույնը բանակն է, նույնը Արցախն էր, նույնը ցեղասպանության ճանաչման գաղափարն է։ Ասած դրանք պետության հենասյուներն են, չէ՞։ Բայց եթե այդ մարդիկ ուզում են պետությունը վերացնեն, ինչ որ մեկն էլ ուզում է դա պաշտպանի, դառնում է սպառնալիք։ Պետրոս, դու գլխի չես ընկել, որ սրանք ով են, ինչ են անում, ինչա սրանց ուզածը, որ սրանք Թուրքի եւ Ադրբեջանի ծառայողներ են։ Հələ գլխի չես ընկել դու։ Եվ մի հատ բան էլ ասեմ, մի հատ բան ասեմ, Պետրոս, օրինակ ինչ ես կարծում, ինչ կլներ Սամվել Կարապետյանի հետ, ով Ռուսաստանաբնակ օլիգարխ է, եթե հանկարծ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի օրինակ իշխանության մասին ասեր այդ փոքրիկ խմբակը եւ եթե իրենք հանկարծ այս հարցը չլուծեն, ես անմիջականորեն կլուծեմ իմ ձևերով։ Ինչ կլիներ Սամվել Կարապետյանի հետ եւ քանի վայրկյանում կլիներ։ Լավագույն դեպքում կունեզրկեին, լավագույն դեպքում։ Հələ հարցը ասա, ինչի պիտի տես բան ասի Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կամ ուրիշ մի երկրում, եթե Ռուսաստանի ղեկավարությունը իր պետության շահերով առաջնորդվող, բայց հələ հարցը ասա, իսկ ինչ կլիներ Ռուսաստանում կամ մի հատ ուրիշ երկրում, եթե լներ մի հատ իշխանության խմբակ, որ այդ երկրի մի զգալի մասը տաներ հանձներ ճշնամուն։ Հիմա Ռուսաստանի ղեկավարությունը իր երկրից տարածքներ է հանձնում օտարներին, թե ոնց որ անհամար ճիշտ հակառակը, տարածքներն է ընդլայնում։ Բայց եթե իր երկիրը հզորացնում է, իր երկիրը մեծացնում է, իր երկրի շահերով ալում, այդ երկրի ղեկավարությանը ով ինչ պիտի ասի։ Սրանք ասում են, չէ, մենք ինչ էլ անենք, դուք պետքա մեզ մենակ գյովեք, փառաբանեք, այնց ոնց որ ասենք, թե տարածքներ ընդլայնելուց պիտի ասեիք։ Հələ համեմատություններ է սրա։ Ինք իրանց իշխանությունը համեմատում է Ռուսաստանի իշխանության հետ։ Այ լավագույն ոչ թե վատագույն։ Հիմա եւ որ ինքը գալիս է։ Եվ Հայաստանի Հանրապետության ընտրված ժողովրդավար իշխանության մասին մի րոպե։ Ընտրված ժողովրդավարական իշխանության մասին նախ ասում է մի փոքր խմբակ։ Եվ երկրորդը ասում է լսի ինչը, ինչն է վատ, սպասիլը ձենդ կտրի։ Ձենդ կտրել է մի հատ։ Վատա։ Այդ ընտրված ժողովրդավարական իշխանությունը ընտրվել էր, որ ինչ գալաթաներ, պարոն Կոնջորյան, ընտրվել էր, որպեսզի այդ հայրենիքը հանձներ թշնամուն, ժողովրդին կեղեքեր թալաներ, իրանք կարճ ժամանակահատվածում դառնային միլիարդատերեր, այդ դրա համար էին ընտրվել էին, որպեսզի ժողովրդին տված խոստումները կատարեն, չէ՞, իշխանությունը ինչ է, ընտրվում է, որ խոստումը կատարի։ Հələ մի հատ բացի կառավարության գործունեության ծրագիրը, բացի ձեր քաղաքացիական պայմանագիր, կուսակցության նախընտրական ծրագիրը, խմբակցության ղեկավարես, հələ մի հատ կարթա,
Դες ձեր խոստումներից ո՞րն եք կատարել դուք։ Բայց եթե ձեր խոստումները չեք կատարում, էլ ընտրվել եք, որ ինչ անեք, ընտրվել եք, որ Թուրքին ճշտամուն ծառայեք, հարցակվեք մեր եկեղեցու վրա, հարցակվեք մեր սահմանադրույց։ Հələ մի հատ բաց այդ նախընտրական ծրագրում այդ կարտը տենամ եկեղեցու մասին, դե ի՞նչ է գրած։ Ում եք խոստացել դուք, որ պիտի հարցակվեք եկեղեցու վրա, որ Սամվել Կարապետյանն էլ իր գործերը թողնի, միլիարդավոր դոլարների գործերը թողնի, գա կանգնի իր եկեղեցու կողքին, եկեղեցուն պաշտպանի, որովհետև ինքը այդ եկեղեցու մեծագույն բարերարներից մեկն է։ Հələ մի հատ բաց այդ նախընտրական ծրագիրը տենամ էդի ո՞ր դե գրած։ Որ ժողովուրդը որ մի քաղաքացին է ձեզ լիազորե օրինական ընտրե որ դուք գնաք հարցակվեք եկեղեցու վրա բայց բացի այդ քրեական իմաստով կհրավիրեք իրավապահ մարմիններին իրավական բացատրություն իրենց քաղաքական սպառնել Աբազյանին չհրավիրես Պետրոս դրան արդեն հանել են բանին է չհրավիրես Արգիշտի Քյարամյանին դրանին էլ են հանե այն բանին է չհրավիրես Վահե Ղազարյանին դրան էլ են հանե Այն Սասունին է չհրավիրես Խաչատրյան, դրան էլ են հանել։ Արա մարդ չմնաց այդ իրավական համակարգից։ Բաղում կանչե, դատախազին կանչի, դրան չեն հանում։ Գլխավոր դատախազին կանչես, դրան չեն հանում։ Էնի Աննային գերուհին։ Քաղաքական գնահատականն եմ տալիս։ Այո, այն ուժերը, որոնք որ 2020 թվականից հետո, որոնց իդեպ դաշնակիցն է նաև Կտրիչ Ներսիսյանը, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, Հայաստանի Հանրապետությունում գնդակահարությունների տեսարաններ էին բեմադրում, Հայաստանի Հանրապետությունում մեր պետության ինքնիշխանությունից զրկելու հրապարակային կոչերը էին անում։ Հիմա այդ նոր բոլոր մարդիկ, այդ մարդկանց պարագլուխները հիմա հավաքված են Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատական նիստի, ուրեմն դատարանի բանում Բաքվում եւ զբաղված են նրա պաշտպանությամբ։ Սրանց Պետրոս դուր չի գալի ասենք գնդակահարության բեմադրությունը, պետության դեմ կոչերը, դա իրանց իրականությունն է դուր գալի։ Ասենք օրինակ իրանց համար գիտես ինչ բավականություն է, ոչ թե գնդակահարության բեմադրությունը, ինչ որ Չաուշեսկու բան, այլ իրանց դուր է գալի մեր զինվորների իրական գնդակահարությունը։ Այդ իրանց այտենց բաները պետք չի ելին բեմականացում։ Իրական ռեալ ախպեր ջան, իրանց թուրքերը, որոնց այսօր կոշիկներ են գած լիզում են, ուզում են դրանց այդ թուրքերը եկել են գնդակահարել են հազարավոր մեր երիտասարդ, այդ է իր ուզածը։ Բեմականացումը պետք չի։ Թե չասենք թե ասում ես պետության իշխանության դեմ կոչ, ոչ մի կոչ, ախպեր, վերցնում ես պետությունը, հանձնում ես ինչ կոչ, կոչով այդ հարցը լուծում է, հիմա կոչով կարաս այդ ասած Արցախ Հայաստանը եւ կոչ, ում էր պետ։ Բայց ռեալ վերցնում ես այդ Արցախը, որ դու ասել ես Հայաստանա եւ վերջ, այսինքն Հայաստանը մի մասը քո ասած, տանում ես, տալիս ես Ադրբեջան, ռեալա չէ, դա խո կոչ չի։ Իրանց կոչերը դատապարտելի են, բեմականացումները դատապարտել են, իրանց պետք է լինի ռեալ, իրական հայրենիքը հանձնել թշնամուն, Հայաստանի քաղաքացիներին սպանել, ռեալ, այդ է իրանց ուզածը, որովհետև իրանք այդ ժողովրդի կողմից ընտրվել են, որ էդի անեն, որտեղ էդ է խոս, հիշի էլի Պետրոս, 10 թվին այս մարդիկ որ եկան ինչ ասին, չասին գալիս ենք Արցախը հանձնենք Ադրբեջանին, ասել են, չեն ասել գալիս ենք պատերազմ հրահրենք, ձեր զավակները գնան զոհ են պատերազմում, չեն ասել են մարդիկ էլ համաձայնվել են, ասել են ախպեր խնդրում եմ մի քիչ արագացրեք այդտեղ է մնացել է տունը չենք իմանում ինչ արեք, տարեք գլուխ կերեք ախպեր, արագացրեք, իրանք էլ այդ խոստումները կատարել են, ռեալ, ոչ թե բեմականացում Սա դες ոչինչ չի ասում։ Այն շրջանակը, որոնց հետ որ իրանք դաշնակցելով փորձում են ինչ-որ հարցեր լուծել, եւ ինքն էլ ասում է, որ ես անմիջականորեն դա կասեմ։ Դա դες ոչինչ չի ասում։ Դες ոչինչ չի ասում, որ օրինակ Սալավյովի պես դուրս բրծուկը, որը որ անընդհատ ուրեմն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հարձակումներ է գործում, Սալավյովն է պաշտպանում ուրեմն Սամվել Կարապետյանի եւ ռուս պրոպագանդիստների այն խումբը, որը որ տարբեր առիթներով հիբրիդային հարձակումներ է գործում։ Ասա ով է քո պաշտպանը, ասեմ ով ես դու։ Ինչ ասեցիք 100%-ով ընդունում եմ։ Այսինքն դու ընդունում ես, որ հերոստատեսության քաղաքական մեկնաբանը դուրս բրծուկա Պետրոս։ Հիմա դու էլ մեր հերոստատեսության դուրս բրծուկն ես։ Որտեղից ես դուրս բրծարը։ Այսինքն Սալավյովը ռուսական հերոստանգերության քաղաքական մեկնաբանա դուրս բրծուկա,
դու էլ հայկական հերոստանգերության քաղաքական մեկնաբան ես, դու էլ ստեղի դուրս պրծուկն ես, ու հետ էլ համարում ես 100%-անոց ճշմարտություն։ Արա, բայց կարող ես քականից ճիշտ ասում։ Պետրոս դու մինչև ստեի դուրս պրծուկը լել է, որտեղի դուրս պրծուկն է իր։ Հա, ճիշտ է, կենտրոն հերոստանգերության դուրս պրծուկի։ Արա, բայց յաման պրծար դու դրանցից։ Դա ամեն ինչ է բացի իմ հարցի պատասխանը։ Սամվել Կարապետյանը ինչ պետք է անել, պետք է պետական հեղաշրջում անել։ Դե ես նորից եմ ասում, այն խումբը, որի հետ որ Սամվել Կարապետյանը սերտորեն ուրեմն համագործակցում է, այն շրջանակը, որը այսօր լծվել է Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ եւ փորձում է Սամվել Կարապետյանին դարձնել որպես հերթական քաղաքական պլատֆորմը գրոհելու Հայաստանի Հանրապետության վրա եւ Հայաստանում քաղաքական ռևանշի հասնելու։ Ահա այդ խմբավորումը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հանդես է գալիս Հայաստանում հեղաշրջում անելու հակասահմանադրական կոչերով եւ գործունեությամբ ու միջև էսպա չի կարողացել անել։ Դե հիմա մի հատ հələ ձենդ կտրի ու շադիր լսի։ Նիկոլ Փաշինյանը այն խմբավորումը, որի հետ շփվում է Սամվել Կարապետյանը ամենի շատը շփվել է Հայաստանի իշխանությունների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ։ 2019 թվականի օգոստոսին Արցախի վերածննդի հրապարակից, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ կապիտալը չունի ազգային պատկանելություն, վկայակոչում էր երկու մարդու անուն՝ Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի, որոնք որ ներդրումներ են անում Հայաստանում, Արցախում եւ տնտեսության մեջ եւ սոցիալական ենթակառուցվածքներում եւ իրականացնում են բարեգործական ծրագրեր։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի անունը։ Մեկը հիմա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ նստած է Բաքվի բանտում, մեկը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ նստած է Երևանի բանտում։ Նույն Սամվել Կարապետյանը 2021 թվականի, դու ասում ես 20 թվից հետո են ուզում, 21 թվականից հետո հանդիպում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույց երկուսով Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը եւ փորձել են հասկանալ թե այս մարդը դեռևս ամենայն դեպս ինչ որ հայկական իշխանության տարեր կա թե չէ այն պահին երբ որ Սամվել Կարապետյանը տեսնում է որ էսի հայ ժողովրդի թշնամին է հարձակվել է մեր պետության եկեղեցու վրա ասում է ես իմ եկեղեցին իմ պետություն ուզում եմ պահել այդ պահից արդեն Սամվել Կարապետյանը դառնում է թշնամի այսինքն ցանկացած պահից ցանկացած մարդ ով այսօր Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է ենթադրենք նախաճաշի մասնակցում է հանդիպման վաղը կարալի թշնամ կախված դրանից թե իր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանին համապատասխանում է թե չէ հենց չի համապատասխանում ուրեմն նա միանգամից նստում է բան դա կոչվում է ժողովրդավարական երկիր եղավ Պետրոս հենց ուզում ես մի հատ դու էլ նստես բանտ օրինակ իմ դեմ էլ կա քրեական գործ տարբերվող տեսակ է մի հատ թեթև այն ամենազուսպ այն ամենահամեստ այն ամենակոռեկտ ձևակերպումներով ինքը կմեկնաբանի մնացածը իրավապահների ինքը կտա քաղաքական մեկնաբանություն մնացածը իրավապահներն է որ մեկը դա չի անի պաշտոնից կազատվի SMS-ով WhatsApp դու ունես WhatsApp Պետրոս չի արա դա փորձանք է եւ չի կարողացել անել ինչ պատճառով որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կա լեգիտիմ ընտրված իշխանություն եւ Հայաստանի Հանրապետությունում կա ժողովուրդ որին պատկանում է այդ իշխանությունը դե հիմա լսի այդ ժողովուրդը այդ իշխանությունը լեգիտիմ ընտրել է ինչի համար որպեսզի այդ ժողովրդին այդ իշխանությունը իր տված խոստումները կատարի չէ հիմա այդ ինչ որ դուք ասում եք ձեր խոստումներին համապատասխանում է թե չէ արա դուք լեգիտիմ ընտրված իշխանություն չեք դուք խաբեբաս շարլատաններ եք որ խաբել եք այդ ժողովրդին գնացել եք ներկայացրել եք ծրագրեր ասել եք SSSS բաներն ենք անելու Մարդիկ է ձեզ վստահել են, այդ իշխանությունը տվել են, այդ ծրագրերը դրել եք մի կողմ, վերցրել եք Ալիևի Էրդողանի հանձնարարությունները, դրանք եք կատարում։ Ինչ լեգիտիմ իշխանություն։ Լեգիտիմ իշխանությունը ժողովրդին տված իր խոստումները կատարող իշխանությունն է։ Դուք Սամվել Կարապետյանի ասած այն փոքրիկ խմբակն եք, հանցավոր մի խումբ, որը ժողովրդին խաբել է, իշխանությունը զավթել է, ծառայեցնում է թշնամուն կործանելով մեր ժողովրդին։ Հենց այն ժողովրդին, որից ստացել է այդ իշխանությունը։ Եվ այսօր ազգային ժողովում դա նորից ասացի կներեք էլի ոնց ես հասկացա ձեր տրամաբանությունը հիմա տեսեք շատ միանգամից ասեք թե դեպքեր կա որ դու 20 անգամից չես հասկանում Պետրոս միանգամից ես հասկանում ապուշությունները դու հասկանում ես միանգամից նորմալ բաները քեզ պիտի բացատրեն 20 անգամ
պարոն Կոնջյան, գնանք այդ տրամաբանության։ Գնացինք։ Այդ որ ասում եք լեգիտիմ ընտրված իշխանություն, ձեր մոտից էլ հնչում են կոչեր, որ կտանք, կփռենք, այս կանենք, այն կանենք, այսինքն Այն շինել մինել չես ասում, բան տես կանենք, նես կանենք, դոմփենք, բաներ, տես բաներ չես ասում։ Շատ կուլտուրական ես դու Պետրոս, շատ։ Եթե դա մեկնաբանում ենք, դուք որոշել եք ոչնչացնել ընդդիմությանը։ Եթե մենք ընդդիմությանը ոչինչ նախ Եթե այդ տեքստերը մենք տենց ենք մեկնաբանում, ընդդիմությանը այդ հարցում օգնելու կարիք չկա, ընդդիմությունը ինքը իրեն ոչնչացնում է։ Ժողովրդավարական երկրում ինչ ընդդիմություն։ Ժողովրդավարական երկրում ելնում է մենակ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որ այդ ժողովրդին խաբում է։ Ինչ ընդդիմություն արա։ Ընդդիմությունը ավելորդ բան է, ընդդիմություն չպիտի լինի։ Եթե ելնում էլա, պիտի տանես գցես բանտերը, մարդը ընդամենը ասում է մի հարցում, ես այս իշխանության հետ տարբերվող կար վերջ։ Պիտի վերանա դա, ուզում է միլիարդատերել, ուզում է գործարարել, ուզում է ազնիվ լինի, օրինավորել, կապ չունի, ընդդիմություն չպիտի լինի, արա սա ժողովրդավարական երկիր է, ժողովրդավարական երկրներում ելնում է մենակ ժողովրդից ընտրված իշխանություն։ Всё, այսքան բան։ Քաղաքականապես մի րոպե։ Քաղաքականապես ընդդիմությունը վաղուց ինքնա ոչնչացված է։ Կամ պիտի ընդդիմությունը ինքը իրան ոչնչացնի, կամ իրանք պիտի ընդդիմություն, վերջը պիտի ոչնչացնեն, ընդդիմություն չպիտի մնա։ Շատ լավ։ Դուք ասում եք, որ հեծը լավ չի աշխատում, պետք է ազգայնականացվի։ Ազգայնականացվելը ուրիշ բան է, Պետրոս։ Այդ իրանց ասածը ազգայնացվելն է, պետականացվելն է, ազգայնականացվելը ուրիշ բան է։ Հիմա տառերը քեզի սովորացնեմ։ Չեք կարծում, որ երբ իշխանությունը որոշում է, որ մասնավոր բիզնեսն է լավ աշխատում եւ որը վատ, եւ դրա հիման վրա որոշում ազգայնականացնի, էլի ազգայնականացնի։ Դա մասնավոր սեփականության կոպիտ ոտնահարում է։ Նախ այն որ հեծը լավ չի աշխատում, դա իշխանությունը չի, որ միայն ասում է։ Եթե դուք շրջեք Հայաստանի Հանրապետության քաղաքներով եւ գյուղերով, դուք կտեսնեք, որ հեծը երևի Հայաստանի Հանրապետության այն տնտեսվարողներից, այն կառույցներից մեկն է, որը ամենաշատ քննադատության ներքո է գտնվում եւ երևի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ամենաատելի կառույցներից մեկն է։ Ժողովրդի կողմից Պետրոս, ուրեմն ամենասիրված, այն ամենալավ աշխատող, առանց դժգոհությունների զարգացող տնտեսվարողը Հայփոստն է։ Գիտես ինչի։ Որը պետական է, ազգայնականացված է, քո ասած։ Պետական, փակ բաժնետիրական ընկերություն։ Տնօրեննովը հլասա, ով կլինի տնօրենը, որ Հայկ Կոնջորյանի կինը։ Դրանից առաջ ուրիշներն էին, հետո երկար ժամանակ պաշտոնը թափուր էր, մրցույթ հայտարարեցին, ոչ մեկին չէ։ Հիմա մրցույթով շատ կազմակերպված աղջիկ է, շատ լավն է։ Դառել է Հայփոստի տնօրեն։ Հայփոստից հիմա բացարձակապես դժգոհություն չկա։ Ընկերությունը ծլում, ծաղկում, զորանում, զարգանում ամեն տեղ, ինքը ազգային ժողովից իր միլիոններով աշխատավարձն է ստանում։ Ես իմ քանի միլիոն աշխատավարձ իհարկե, որ ասում ենք, դա աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը։ Մի խոսքով, սրանց հասույթ է։ Մի քանի միլիոն էլ սրա կնիգն է բերում, էլ չեմ ասում ինչ է տնօրինում, ինչ են ուտում, ինչ են առնում դնում, դա իշխանապողություն կլինի, այդ ժամանակ ես քեզ կասեմ, կգամ պերեդաչի կբերեմ, ամել կասեմ։ Ու հեծը վատն է։ Հեսն էլ երբ անից է վատ, Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո։ Լավը մենակ Հայփոստն է։ Հայփոստի լավը եւ լավ Հայփոստը։ Եղավ։ Եթե դուք նայեք այդ բաներին, հոսանքի անջատումների հաճախականությանը, տատանումներին եւ հիմա կարող է օրինակ այս հարցազրույցի ժամանակ լույսը անջատվի օրինակ բազմաթիվ դեպքեր են եղել կառավարության նիստի ժամանակ լույսը անջատվել, ֆուտբոլի խաղի ժամանակ անջատվել։ Ֆուտբոլ պատկաստ մեզ Պետրոս, դու նստած ես, ֆուտբոլ ես նայում, լույսը դրա համար ասեմ Հայկոն, ինքը տելևիզորով ֆուտբոլ չի նայում։ Պետրոսը Եվրոպայում մի հատ ֆուտբոլի խաղ ալնում, Տոմսը առնում, հետում է ստադիոնում, նստում է խաղը նայում է, գալիս է, հմեկից արձակուրդ վերցնում, սաղ գործերը թողնում, որովհետև հանկարծ նստես նայես լուսերը գնաց։ Ինչ անելու Պետրոսը։ Ხო չի տնելու հեռախոսով նայի բան։ Լուսերը գնաց, Հայաստանում այդ շատ ծանր վիճակ է, շատ փոստն է լավը Պետրոս, հայ փոստն է լավ։ Մեկը գիտես որ ընկերություններն են լավ աշխատում։ Այն Նիկոլ Փաշինյանի աղբերը 4 ընկերության գործադիր տնօրենա միաժամանակ։ Այդ ընկերությունն է շատ լավ է, 4-ն էլ լավ են աշխատում։
հետո ասենք Նիկոլ Փաշինյանի աղբոր տղան Ուկրաինայի մի հատ ընկերություն են հիմնեց, թե դեպուտատ էր իրանց հետ, հիմա գնացավ Ուկրաինյան պատերազմի մեջ այն ընդ փող աշխատում, շատ լավ աշխատում։ Այտենց աշխատող ընկերություն աշխարհում քիչ կա։ Եվրոասֆալտն է շատ լավ աշխատում։ Այդ ինչ ասֆալտ էին անում, այդ ինչ ասֆալտ էին անում, ասենց որ Հայաստանում հիմա որտե գնաց տենաս ասֆալտը լավն է, կլատկի եվրոպական ասֆալտ է, այդ ուրեմն եվրոասֆալտն է արել։ Դրանք շատ լավ են, բայց ասենք մի քանի ընկերություններ կան, արա դե առավոտից իրիկուն դժգոհություն, դժգոհ, շատ հատկապես երբ որ դրա տերերը, սեփականատերը մի հատ քաղաքական ասենք մեկը կտենասեն GG տաքսին, այ մարդ մի պահ կար, այդ ինչ արա, այդ Խաչատուրը մի հատ հայտարարություն, այդ օրվանից այդ GG-ն սկսեց, այ մարդ հարկայինը լավ էր, մտավ այդքան տուգանք, մուգանք էլ ինչ որ բան, կամ է Շահնազարյանների կոնյակի գործան, այ մարդ ասա կոնյակ արտադրում եք, արտադրեք, այն չեք այտենց վատ արտադրում, արա հարկեր չէ, հենց մի հատ սեփականատեր սկսում է ընդդիմադիր բան, մի անգամից դրանց գործերը վատանում են։ Հիմա էլ այդ ցանցերն է։ Մինչև հիմա լավ էր, չէ՞։ Եկավ էս ամսի հունիսի կեսից մի անգամից վատացավ։ Սրանք պատահականություն չեն, Պետրոս։ Եվ մենք դեռևս ամիսներ առաջ ազգային ժողովում ես ինքս որպես խմբակցության ղեկավար հրավիրել էի աշխատանքային քննարկում հեցի թեմայով։ Սա ինչ գործ ունես, չէ՞։ Բանում Հեցը դա մի ընկերություն է, որը կարգավորվում է հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից։ Դա էլ անկախ մարմին է, չնայած ճիշտ է հիմա այդ մարմնի ղեկավարը բանն է Սասունի Միքայելյանի։ Սասուն Միքայելյանի բաժանարն է, թե Մորքուրի մարդն է, թե ինչն է, Կոտայքի մարզպետ էր, հիմա նշանակել են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Իդեպ Արշավի օրը այդ հանձնաժողովը որոշում է հեցին մի հատ էլ մի 10 միլիոն թե ինչքան մի հատ էլ իրանք տուգան են։ Բա ոնց։ Բայց հետի անկախ մարմինը պիտի ղեկավարի, բայց չէ, ինքը շատ է սիրում։ Ժողովրդին վերաբերյալ հայփոստը ոնց դրին ճիշտ հիմքերի վրա։ Արդեն նորմալ հայփոստը գնում է իր ձևով։ Հիմա պետքա նույնը արվի հեցը։ Հիմա հեցը, ասենք թե Սամվել Կարապետյանը իր սեփական փողը Ռուսաստանում աշխատել է, բերել է ներդրումներ արել Հայաստանում, այդ քանդված կազմակերպի հիմնարկը, որտեղ ինչ ձևի տեսակի հարաբերություններ, կոռուպցիա ասես չկար, հիմա կազմակերպել են, բայց չգիտես չի բերել է իր Ռուսաստան օրենին է նշել, այ քեզ բան։ Այսինքն այս մարդիկ կնիկ չունեն, ոչ մի հարազատ չունեն, պիտի Սամվել Կարապետյանը իր ուզած մարդուն բերի նշանակի հետ։ Այ քեզ բան։ Արարատ Միրզոյանի կնիկը ո՞նց նշանակին այն հիմնադրամի տնօրեն, մի հատ Անիֆի պես մի հատ թազա բան է ստեղծել, չէ՞։ Ըհը։ Այն Անիֆի տնօրենը ո՞նց էր իրանց ուզած մարդը։ Այն Արարատ Միրզոյանի քենին ո՞նց այն ամերիկյան ընկերության տնօրենը։ Իր կնիկը ընդ է։ Էմե Ռուբեն Ռուբինյանի կնիկը ազգային ժողովում աշխարհ։ Ուրեմն այս մարդիկ կնիկ չունեն։ Քենի չունեն, բարեկամ չունեն, աներձակ չունեն, աղբեր չունեն, աղբոր տղա չունեն, կակոյնի բույց Սամվել Կարապետյան ինչա թե իր միլիոններով դրսից աշխատած փողերը մերը դրել է, ինքը պիտի որոշի, հա, ոնց ղեկավար իր ընկերությունը։ Պիտի զբաղվի այս մարդը, պիտի զբաղվի, պիտի թալանեն Պետրում։ Բա 2 տարվա մեջ միլիարդատերեր են դառել այս մարդը։ Բա ոնց են դառել։ Բա ոնց են դառել։ Իրանք են աշխատել, ոչ, պիտի ինչ անեն, ուրիշի աշխատածը թալանեն։ Եվ մենք վեր հանեցինք բազմաթիվ խնդիրներ հեցի գործունեության հետ կապված, որոնք որ առնվազն խնդրահարույց են։ Դրանից հետո քննարկումներ եղան նաև վարչապետի մոտ, դրանից հետո նաև եղան պաշտոնանկություններ։ Դրանից հետո վարչապետը տվել է մի քանի հանձնարարական, վերջին հանձնարարականը, եթե չեմ սխալվում, տվել է մոտավորապես 1 ամիս առաջ։ Եվ բնականաբար Սամվել Կարապետյանը եւ հեցի ղեկավարությունը տեղեկացված են եղել այդ հանձնարարականի մասին, որտեղ վարչապետը նշում է, որ իրենք հեցը կամ պետք է փոխհատուցի են վնասները, որ պատճառում է հանրությանը, կամ ըստ էության պետք է մտածել ազգայնացման մասին։ Այս մի հատ հանձնարարություն էր տվել վարչապետը, ասում է հանձնարարում եմ հեցի աշխատակիցներին, որպեսզի կատարեն իրենց պարտականությունը։ Պատկերացնես Պետրոս, վարչապետը մասնավոր բաժնետիրական ընկերության աշխատակիցներին հանձնարարություն է տալի, ասենք Իտալիայում այտենց մի բան մի օր որ լինի, ասենք Գերմանիայի դաշնային կանցլերը մի պահ պատկերացրու հանձնարարություն է տալի Siemens-ի աշխատակիցներին։ Մի ժամ հետո էլ ինքը կանցլեր հաստատ չի կարա լինի։
բայց դե հիմա վարչապետը ժողովրդի կողմից ընտրված է, ժողովրդի հիմա վաղը միսօր միտեղ գնաց մի հատ սմետան կերավ դուրը չեկավ։ Ինչ պետք է անի վարչապետը։ Պետք է ազգայնացնի այդ ընկերությունը։ Գնաց միտեղ նստավ խմավ, խմել սիրում է։ Երկու բաժակ խմավ, գլուխը ցաված։ Ինչ պետք է անի։ Պետք է ազգայնացվի այդ ընկերությունը։ Բա ինչ, պետք է թողնեն մարդիկ ով ինչ ապրանք ուզում արտադրի, ով ինչ ծառայություն ուզում մատուցի, բանկերը իրանց համար աշխատեն, հա։ Ոչ, մի հատ բանկը ասենք նստած իր հայտարարագիրն էր գրում, չի ստացում, փոխանցում չի լում անել, վիվասելի վարձ չէր կարում, չէ՞, մուծել, հիշում ես, այն ասում չեմ կարացել վարձ մուծեմ, հեռախոսն անջա։ Վերջ, պիտի ազգայնացվի, ու արել է։ MTS Արմենիայի Բաժնե Տոմսեր մի մասը դարձել է վարչապետի աշխատակազմի սեփականություն։ Լիդիան Արմենիա ընկերության Բաժնե Տոմսեր մի մասը դարձել է սեփականություն։ Զանգեզուրի կոմբինատի Բաժնե Տոմսեր մի մասը հիմա ինչ, պիտի նայեն հեծին, հեծը ամբողջը, որովհետև Զանգեզուրի կոմբինատից մի քանի հոգի էին հայտարարել, մի մասը։ Լիդիան Արմենիայի տնօրենը, օրինակ Աննա Հակոբյանի ճաշիկներին գնում է, կոնֆերանսներին մասնակցում է, բան դրա համար 12%-ը նորմալ է։ Հենց մի հատ ասենք փորձի էլ մի հատ ասենք ընդդիմադիր մի հատ ասես վարչապետը ինչ քաղաքականությունն է 18 թվից եկել այդ հանքալը չի աշխատում, չեն այս սաղ թղթերը։ Գալու է թո փորձի տես մի բան ասի 100%-ը։ Բա ոնց։ Բա պետությունը այդ ծավը տանը, მაგრამ պետության այդ խաղը կանում, ազատ շուկայական տնտեսությունն է, ժողովրդավարությունն է։ Խոսացիր, բռնում են, խոսացիր, ձեռիցը տառնում են։ Սա մի հոգու որոշում, բա դա իսկական, դե գնաց են գելեկին եվրոպական դեն, հա, դա սատի ժողովրդավարություն պիտի լի, ազատ շուկայական տնտեսություն, ով ինչ ուզի արտադրի, հա, մարդիկ իրանց համար ազատ ապրեն, հա։ Գեժի դարը էլի։ Եվ բնականաբար, երբ որ արդեն բանը եկել հասել է իրենց ունեցվածքին, իրենք սկսել են եկեղեցական եւ հոգեվոր լիրիկայով բան անել, մտնել քաղաքական պայքարի թատերաբեմ։ Հա, էլի ով է տեսա մարդը այդքան հետ միասին, ուրեմն պատկերացրել այդ Սամվել Կարապետյանի նագլիությունը։ Ուրեմն հերիք չի այս մարդը հասարակ ընտանիքից, ազնիվ մարդկանց ընտանիքից ուսուցիչների գնացել է երկրից դուրս փող աշխատե, այդ աշխատած փողերը բերեն ներդրել է երկրում եւ տնտեսության մեջ, եւ բարեգործություն արի, եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս։ Ուրեմն Արցախում տարե ես ինչքան ծրագրեր է իրականացրել, հիվանդանոցա կառուցել, այդքան բան արել է հերիք չի։ Այս երկրում հələ մի հատ էլ հավատացյալ։ Հələ այսքան հետ միասին, հələ մի հատ էլ առաքելական եկեղեցուն է օգնում, մի հատ էլ հələ թվում է եկեղեցում աղոթք քանում, այդ եկեղեցուն աջակցում, այ քեզ փաստորեն հայրենասեր էլի, պատկերացնում ես Նիկոլի իշխանության օրոք հայրենասեր, ու այդ մարդը պետք է թողեն ասենց ազատ իր համար ֆրֆռա ինչ ուզում է, խոսե ինչ ուզում, պետք է բռնեն տանեն նստեցնեն, ո՞ս է հայրենասեր։ Այսինքն թրքասեր չի հայրենասեր, հələ մի հատ Սամվել Կարապետյանը մի հատ Փաշազադեի ասել է մի հատ Բերերեշմի ասում է սիրուն շենք սարքեին, Կովկասի մահմեդականների թեմը հիմնեին, գրասենյակը դնեին, կոմպյուտերներ առել, ավտոնը, այդպես բան կանեին, բա փոխանակետալի գնացել է մայրաթորին է օգնում։ Հայրենասեր։ Ինչ հոգևոր արժեքներ։ Բա դու գետե հոգևոր արժեքներ այդքան ունեիք։ Երբ որ Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարում էին, խեիք պապանձվել։ Ադե ճիշտ ասում, 10 մարդու գնդակահարելով հարցը հազարներով պիտի լինի, արա, հազարներով։ Այս մարդիկ 10 մարդ են, բան, այն 10 մարդն էլ իհարկե Նիկոլ Փաշինյանի հրահրած կոնֆլիկտի հետևանքով է եղել, բայց դե ճիշտ է, էլ ինքն է արել, բայց 10 քիչ է, Պետրոս, արա, ոնց թե 10 հայ մեռնի ընդամենը ու վсё, հա, Նիկոլ Փաշինյանը հանգիստ նստի։ Ոչ, արա պետք է հազարներով, որ հաշվարկը կորցնես, որ իսկի չիմանաս ինչ ճակատագիր է, մեկը մենակ տղա եղել, մեկը աղբերներով են եղել, մեկը հերու տղա են եղել, մեկը անհետ կորած է, մեկին մինչև հիմա տեղը չգիտեն, մինչև իսկը մեկը բանտում է, մեկը գերության մեջ է, մեկը ըստ է, մեկից մի ոսկոր, մեկին սխալ ԴՆԹ-ի արդյունքներ, մեկը մեշոկներով լցրած դիահերձանը, մեկը ռեսերով լցած դիահերձանի, այդպես պիտի արուն, սև, մութ Ավիրակ, ինչ 10 հոգու մասին է խոսքը, հազարներն են այս մարդկանց պետք, ուիտո քիչ է, հələ նայում ես դուս ես գալ Երևան փողոցներ, լիքը հայ, արա, չեմ վերանում, լիքը հայ, դրա համար այս մարդիկ ասում են, բերենք 300,000 ադրբեջանցի առաջի պատող, հետո դրանց ընտանիքի անդամները 1,5 միլիոն, բերենք լցենք ստե Պարսկաստանի կռիվը, ընդից է պարսիկներ, հնդիկներ, արա, գան, պակիստանցիներ, լսվեն, այս հայերին պրծստենք պրծնեն էթան, արա։ Այս է, բա, տնեմ ես ինչ տղերք են,
Դրա համար էլ ուշ կգնամ Ալիևի Էրդողանի սրանց համար։ Ինչ գործ ուներ կաթողիկոսի եղբայրը Եզրաս կարծեմ։ Ինչ գործ ունի հիմա եկելա Սամվել Կարապետյանի պաշտպանության բանով հանդեսա գալիս եկեղեցու դիմաց։ Եզրասը ոնց է ընտրվել։ Չասես, այ մարդ կարող է հանկարծ տվեր գցես, այս մարդու կնգա հայփոստի տնօրեն ընտրվելու գործընթացի վրա։ Ով է տեսե կաթողիկոսի եղբայրը, էթա լինի թեմի առաջնորդը, ով է տեսե աղբերներով գնան նվիրվեն հայ եկեղեցուն, ամբողջ կյանքը նվիրեն հայ եկեղեցուն, նվիրական ծառայությունն։ Այ քեզ, արա աղբեր ունես, ասա դու դա մեծ եվրո ասֆալտ հիմնի։ Աղբեր ունես, դու դա Քոբոբելյանի ձեռնարկություններում տնօրեն լինի։ Աղբեր դու չունես, կնիկը տունի, աներձակը տա։ Դրան արատով ոչ մի բանը չաշխատի, մեշոկով փողը տանը տալիս ես Ամերիկա էլացնդից առնում, ձոր աղբերում ըստից առնում, այն ընդից առնում, Հələ ով է տեսե աղբեր, կնգագործ աղբեր, կնիկը պիտի լինի, ով է տեսե արա մարդը եղբայրներով էթան լինեն հոգևորականներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոս, կաթողիկոս, ով է տես բան տեսե նվիրվեն ծառային այս ժողովրդին, երբ որ այս ժողովրդին պիտի թալանեն։ Ոնց է ընտրվել։ Մի օր կպատմեմ։ Մի օր էլ ես քեզ կպատմեմ, շատ բան ունեմ քեզ պատմելու Պետրոս, այնքան բան ունեմ պատմելու։ Էլեկտրացանցերը վատ են աշխատում։ Վիոլա ջուրն էլ է վատ աշխատում։ Շատ տեղերում մարդիկ ջուր չունեն խմելու։ Այ քեզ բան, այդ ինչ ասել։ Ջուր չունեն, դու պիվա խմեն։ Արախ թող խմեն։ Այ քեզ բան։ Ջուր չունեն։ Հիմա ինչ էս մարդը իր գործը թողնի, այդա մտածի թե մարդիկ ջուր ունեն, թե վիոլա ջրի մի սեփականատեր, մի աշխատակից, մի հատ հայտարարություն արել է։ Բան չի պետք է ես մարդիկ զբաղվեն վիոլա ջրով։ Կորուստները հսկայական են։ Մասնավորեցնելու եք ֆրանսիական ծագումով կապիտալ։ Ուրեմն տեսեք, ես նորից եմ ասում։ Ազգայնականացնելու։ Ես նորից եմ ասում։ Չէ, ուրիշ բան են անում։ Իրանք համաշխարհային բանկից Պետրոս վարկ են վերցնում, մեր պետության պարտն են ավելացնում, տանում են այդ փողը դնում են, որպեսզի ջրամատակարարման համակարգը բարելավեն ու հանձնեն վիոլա ջրի կառավարմանը, որ վիոլա ջուրը ավելի շատ փող աշխատի, որովհետև այնի ֆրանսիական է, դրա տերերը մեր եկեղեցու բարերարներ չեն, դրա տերերը Արցախում հիվանդանոց չեն սարքել, դրա տերերը մշակութային աջակցության ծրագրեր Հայաստանում չեն իրականացնում, մենակ փող են աշխատում, իրաց բարեկամներն էլ կարող է պատահել ընդ աշխատում են։ Դու լրիվ ոնց որ այս երկրից չլնես Պետրոս։ Որևէ կառույց համեմատելի չի այն խայտարակության հետ, որը տեղի ունենում հիմա հետ։ Երկրորդը։ Ախ, հիմա ջուրով է խմում Պետրոս։ Դու ինքդ նայ, սա որ վիսկի ես խմում։ Ջուր հիմա ով է խմում։ Ես նորից եմ ասում։ Հեցի, այդ թվում նաև ներդրումային փաթեթը, որով որ հեցը պարտավորվել է ներդրումներ անել։ Այդ բոլորը պետք է մանրակրկիտ քննարկման եւ վերլուծության առարկա դառնան եւ բնականաբար այսօր մենք հայտարարել ենք, այսինքն վարչապետը եւս հայտարարել է, որ այո, եկել է ժամանակը մտածել հեցի պետականացման մասին եւ դա ես վստահ եմ, որ մեր հանրության վիթխարի մասի կողմից վաղուց պահանջված ուրեմն քայլ է։ Ես մինչև հիմա Պետրոս ում տեսել եմ, ում հետ շփվել եմ, առաջի բանը որ հարցնում եմ, Ղազարյան ջան, այդ հեցը երբ է պետականացվելու։ Այդ հեցը երբ է պետականացվելու, ախպեր, մարդը բերել է իր սեփական փողը, դրել է այդ ընկերությունը առել է։ Երբ պիտի դրա ձեռից առնեք։ Նույնը մյուսներին է վերաբերում։ Մեկը իր համար եսին պաղպաղակ արտադրում, մեկը ջուրը արտադրում, մեկը խմիչք արտադրում, մեկը հաց արտադրում, մեկը եսիմ ինչ արտադրում։ Այ քեզ բան։ Ու հələ մտել մտածում են իմ քայլը հիմնադրամի 10 միլիոնը տան թե չէ։ Այդ ինչ մտածելու բան է։ Պետք է սաղ, որը չի տալի փողը, որը մի հատ հայրենասիրական բան է անում, որը մի հատ էս իշխանությունները նույն օրը պետք է խլես ձեռից ելածը սննկացնես, բայց մարդիկ ոնց դառնան միլիարդատերեր։ Ոնց դառնան միլիարդատերեր։ Բա իրանք չեն կարող բարիք ստեղծեն։ Ուրիշ ելածը որ չխլեն ձեռից։ Ոնց դառնան միլիարդատեր։ Բա չդառնան միլիարդատեր, հա։ Ալիևը միլիարդատեր էլի, մեր Նիկոլը միլիարդատեր չէլի, քո դուրը կգա էդի Պետրոս։ Էլ չասեմ, որ հեծը մշտապես բազմաթիվ դեպքեր են եղել, որ խոսվել է այն մասին, որ Սամվել Կարապետյանը
հեծը օգտագործել է որպես քաղաքական process-ների ժամանակ պետության դեմ օգտագործվող կառույց, առնվազն իր տարբեր աշխատակիցների սպառնալով օգտագործելով իրենց դիրքը, որպեսզի դու իշ ջուր ասենք դե ջուրը թարգ է էլի։ Այս մարդ ուրիշ բան ասում, ասում է 10 թվին մոռացել եք Պետրոս, որ հեծի սաղ աշխատողները դուրս էին եկել փողոց միացել են ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը։ Բա հետո ասեն գխի են ընկել, որ այս մարդիկ իրանց խաբել են։ Ինչ պիտի անեմ, դի թողնեն այդ մարդիկ նույն ձևի մի հատ էլ հիմա դուրս գան փողոց, ասեն մենք ձեզ քշում ենք, հա։ Ոչ։ Արդեն հակառակը ընկերությունը ձեռներից առնում ես, իրանց գործից հանում ես, հեծն էլ հանձնում ես սոկառ ընկերությանը կամ թուրքական մատ ընկերության, բայց 300,000 ադրբեջանցի որեկանստե Պետրոս պարապ են մնալու, հա, գործ պիտի չունենան այդ մարդիկ։ Բա որտե պետք է աշխատեն։ Հեծում։ Մյուս տեղերը։ Պարոն Կոնջյան, այսօր ես կարդացի, որ ՍԱՏՄ-ն սկսել է ստուգել տաշիր պիցաները եւ մի քանի ցանց արդեն փակվել է։ Զուգահեռները տարօրինակ չեն զուգադիպությունները, որ Սամվել Կարապետյանը հայտարարություն անում եւ տաշիր պիցաները սկսում է ստուգել ու փակել նույն օրը։ Բայց ընդ տարօրինակը ո՞րն է, Պետրոսյան, օրինաչափությունն է։ Բայց եթե Սամվել Կարապետյանն է հայտարարություն արել, տաշիր պիցաներն էլ Հայաստանում է ցանցի սեփականատեր իրանց ընտանիքն է։ Բայց նույն օրը չփակվի, թողնեն հաջորդ օրը փակեն, բայց մի օրը, բայց մի օր անց մնան աշխատեն այդ ընկեր։ Բայց հավը տանը, բա ասում ենք ժամանակակից շուկայական տնտեսությունը, այդ ուղակի փակողը սննդամթերքի անվտանգության տեսչությունը է։ Մի հատ կոռուպցիայի մեջ թաղված հիմնարկ կա, որ այս 7 տարվա սրանց իշխանության ընթացքում ես իմ ինչքան տնօրեն եմ փոխել։ Սա խառավիճակ տնօրենն էլ ասում են ես գործից անում ենք որ չդատեն, կեսի դեմ քրեական գործեր են արում։ Այդ հիմնարկը նույն օրը որոշում է այ մարդ տաշիր պիցան արա, ասայն պանիրը կծեկել, արա դե կծեկել այդ պանիրը կամ են ձեթն եք ափսոսում արա։ Ու փակվում է բոլորը։ Ասում տարօրինակ չի։ Ի՞նչն է տարօրինակ արա։ Օրինաչափություն է։ Հիմա բա ուրիշներն է պիցայանոցներ ունեն, չէ՞։ Դրանք չպիտի հասկանա, որ եթե իրանք անկարծ այս իշխանությունների դեմ կարծիք են հայտնում, ասում են մենք ուզում ենք գնանք, ասենք հիմա մի հատ ուրիշ պիցայի տեր, մի հատ ուրիշ բիզնեսի տեր, վերցնի իր երեխեքին տանի եկեղեցի կնքեն, հա։ Ու տես Նիկոլ Փաշինյաններ թույլ տա, որ դրանք վերցնեն տանեն իրանց երեխեքին կնքեն, հետո այդ անստեն քեֆ անեն։ Բայց թուրքերը չեն եղան, հա։ Բա խաղաղություն ենք ուզում, արա, ի կնունք։ Կամ հարսանիքը վերցեն իրանց նորապսակներին տանեն եկեղեցում պսակեն։ Ոչ, դրա համար պիտի այդան Թուրքիա, այդան Ստամբուլ, կոշիկները հանեն, մտնեն եկեղեցի, մի անի վրա էլ կամերա մամերա անջատեն, սունյատ մունյատ անեն, թողնեն գան։ Ոնց է մնան իրանց բիզնեսներն ունենան։ Չի կարելի օրինաչափությունա, չէ՞, դա դենց պիտի լինի։ Այսու է դենց պիտի լինի, չէ՞, պարոն Կոնջոյան։ Հայփոստոն ոնց ալելու։ Ես չեմ կարող ասել, որտեվ ինքս չեմ այդ հայտարարությունը տեսել, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, կարծեմ անցած տարի էր նույն տաշիր պիցայի հետ կապված էլի դեպք եղավ։ Նույն օր։ Երբ որ նույնիսկ փակվեց, եթե չեմ սխալվում, կամ մի կոնկրետ տաշիր պիցաներից մեկն էր կամ ցանցից մի քանիսը, որ նաև թունավորման դեպքեր էին եղել, այսինքն տարօրինակ չի, որ ՍԱՏՄ-ն կարող է ընդհանրապես ռեստորանային սնունդ մատուցելուց հայտարարություն։ Չէ, Պետրոս, այն ժամանակ ուրիշ բան էր, այն ժամանակ բան իրանք մի հատ падգամավոր ունեն, իրանց խմբակցության ղեկավարն է, շատ ազնիվ падգամավոր է, ոչ բիզնեսով զբաղվում, ոչ բան, քաղաքական գործիչ է, սիգարներ չի ծխում, ծամում է, որ այդ հիմա բանով Մոնտե Կարլո բանդեր, որ կազինո մազինո է գնում, Մոնակո բան, ինքը սիգարը չի ծխում, ծամում է։ Հենց գիտի իրանց գեղում էդի ծամոն է, էլի, էդի ծխելու համար։ Նա ուղղակի ուզում էր այդ մի պահ խլեր, հա, չստացվավ, դրա համար խլելու ձևն է, որ ասում են իրանց տեսչություն ուղարկում են, ասում են գնացեք ընդ թերություններ բան քթեք, թունավորումներ բանեսյան, որ հա, բայց չստացվավ, էլի, ատամը չկտրեց, դե երբեմն չի կտրում, երբեմն մնա, հա, հիմա մարդը հիշում է, ես էլ արդեն երկրորդ է, ու գիտես ինչն է հետաքրքիր, որ հենց այդ նույն օրը մեկ էլ էս Նիկոլի մի հատ արի թևդ մտնեմ, մի բան ասեմ, մեռնեմ ջանի, տեսի երեխեքի համար, տղամարդու ջեբը պետք է փողը լի, տղամարդու ջեբը պետք է փողը լի, հա, ու գործը գնում է առաջ, բայց չէ, թողնենք այն հայրենասերները փող աշխատեն։
ես չեմ կարող ձեր հարցին մեկնաբանություն տալ, թե խիա եղել նույն օրը, խիա համընկել, դա համընկնում է, թե համընկնում չի։ Ես ասում եմ, որ դա շատ նորմալ գործելավոճ է եւ օրինաչափություն է, որ ՍԱԱՏՄ-ն կարող է նման ստուգումներ իրականացնել։ Համընկնումը տարօրինակ։ Դե հիմա օրինակ արա ասես նորմալ է, էլի ի՞նչն է տարօրինակ, Պետրոս։ Դու լրիվ մնացել ես այն նախկինների ժամանակվային, քո բարգավաճի բաների վրա ես մնացել, թվերին ես մնացել։ Քո բարգավաճի ձենձուն կա, չկա, բան չի չկա։ Բա տարօրինակ չի, բա նորմալ է, բա էդ ասում էլի։ Դրա համար պիտի ձենձուն չլինի, որ նորմալ լինի։ Հենց ձենձունը ինչ ալնում։ Տեսել ես, գիտես։ Ընդդիմությունը ասում է, որ Սամվել Կարապետյանը մեծ բարերար է եւ այլն։ Գաղտնիք չի, որ նա Մոսկվայում այն շատ քիչ մնացած հայերից է, որ ունի նաև ազդեցություն Ռուսաստանի վերին օղակներում։ Մենք տեսանք Սալավիովը ոնց է իրան կոտորում, իսկ նա առանց այդպես բաների չի։ Եվ էլի շատ աջակցություն տեսանք Մոսկվայից։ Ուղղակի հիմա դա ռեսուրս է, որը այս ծանր պայմաններում մեր պետությանը պետք է։ Այդ ռեսուրսի հետ հիմա գնում է կենասմահու կռիվ։ Եկեղեցին իր կուսությունով, չկուսությունով եւ այլն ազգային ինստիտուտ է, որը շատ կարող է պետք, նույնիսկ եզրասը, շատ կարող է պետք կա մեզ այլ հարցեր, այլ ազդեցություններ լուծելու, հա։ Այսինքն մարդիկ ասում են, ձեր ասած այդ գզվրտոցը, որ դուք կռվում եք ճիշտ նույնիսկ, եթե նույնիսկ դուք ճիշտ եք, մեկը դուք կռվում եք այն ինստիտուտների, այն մարդկանց հետ, որոնք մեզ որպես պետություն կարող են պետք գալ իրենց ազդեցությամբ Մոսկվայում, չգիտեմ, այլ երկրներում, որոնք շատ կարևոր են մեզ համար։ Այստես են մարդիկ ասում, որ դուք բոլորի հետ կռվում եք։ Պետրոս, հələ մի հատ որ ասում ես ընդդիմություն, ասում դու ում նկատի ունես։ Արա Նիկոլ ընդդիմություն չի, արա։ Ցավոք սրտի իշխանությունն է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինքն էր հələ Արցախից ասում, որ Սամվել Կարապետյանը կապիտալը, որ ասում եք չունի ազգային ծագում, տեսեք ոնց է մեր երկրում ներդրումներ անում, բարեգործություն անում։ Բայց նույն դուք ասեք ընդդիմությունն է, դու որ ընդդիմությունը չասի, դու տեղյակ չես, թե Սամվել Կարապետյանը ինչ ծավալի բարեգործական ծրագրեր արել, ինչ ծավալի ներդրումներ արել Հայաստանում, քանի աշխատատեղ ստեղծել, քանի միլիարդի հարկեր վճարել, որ դու հետո գալիս է դառնում է քեզ աշխատավարձ անազնիվ կերպով, անաշխատ կերպով տանում ես տներ ես առնում, դառնում է դրա վրա կնգա աշխատավարձ, որ անազնիվ կերպով անվաստակ կերպով էթում են սեփականության եսիմ ինչի էլացի տեր են դառնում։ Այդ սաղ այդ մարդու վճարած ստեղծածով ընդդիմություն, ասի որ ընդդիմությունը չասի դու չես իմանա։ Հետո ասում եմ, բանը, մեր երկրին կարա օգուտ տա։ Դու ապուս չես արա, ոնց թե երկրին օգուտ տա։ Բա Ադրբեջանը, բա Ադրբեջանի գլխավոր դատախազը 2021 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալման օրը քրեական վարույթ նախաձեռնել իր մեղադրյալի կարգավիճակը տվել։ Իրան էլ տվել, Ռուբեն Վարդանյանն էլ տվել, Արա Աբրահամյանն էլ տվել։ Բայց այնինչ բանտում նստած է, սրանք պետք է իրենց համար ֆրֆռան, հա, Հայաստանին օգուտներ տալով։ Դրա համար այս մարդիկ այս խնդիրները կարգավորում են, իրանց կանչում են Ստամբուլ, ասում են Yaxshi, արի կոշիկներ լզի, անցի առաջ։ Դու կոշիկներն ես լզում, պահուն կոնջիրան թուրքերից։ Նիկոլը հասկացանք, դա Էրդողան չի թողնի, որ դու իրան հասնես։ Դու ունես ունեք, ասենք ընդ Yeni Azərbaycan կուսակցության խմբակցության ղեկավարն ով է Միլի Մեջլիսում։ Մի հատ էլ բան արա։ Ալենին ասա, ինքը Գաֆարովայի հետ է մոտ։ Դու մա ճշտի քեզ ասի։ Նախ Ձեր մեկնաբանությունը։ Մենք չենք կռվում իրենց հետ, իրենք կռվում են Հայաստանում իշխանություն զավթելու համար։ Սա մեկ։ Ես նորից եմ ասում, նոյեմբերի 9-ից հետո այդ բոլոր մարտիկ եւ կառույցները բոլորը միասին Հայաստանի Հանրապետությունում փորձ էին անում անել զինված հեղաշրջում։ Մենք չենք իրանց հետ կռվում։ Իրանք եկել էին ուզում են Հայաստանում ահաբեկչություն անել, այն նույն մարտիկ, ովքեր որ հայտնի են ահաբեկչական տարբեր գործողություններով։ Այնպես որ մենք իրանց հետ չենք կռվում։ Եկան արա Պետրոս հիշում ես Պետրոս։ Եկել էին ուզում էին Արցախը Ադրբեջանին հանձնած այս բաներին, դավաճաներին հեռացնեին։
Էդի ուզում էին հերիք չի, արա մտել են, արա ում մտքով կանրում, ես մինչև հիմա որ հիշում եմ, արա գժվում եմ, արա Տիկին Աննայի դուխին էին գողացել, Պետրոս հասկանում ես, լավ էր Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ազգային անվտանգության ծառայությունը գնաց բռնեց, պրավան էին գողացել, ժամացույց արա, պատկերացնում ես, արա, կակոյնի բույս մի հատ Արցախ, ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու դիմաց, եկել են Տիկին Աննայի դուխին գողացել էին, սրիկաները, լավ էր բռնավան արա դրանք, թե չկմնային բաներն էլ, այսօր իր այդ թանքսունկաները բաներն էլ աշկը կդնեին վրան։ Եթե իրանք ուզում են պետությանը օգտակար լինել, իրանք պիտի պետության հետ աշխատեն։ Մենք պատրաստ ենք եղել եւ պատրաստ ենք բոլորի հետ աշխատել, բայց այստեղ փորձում են քարոզչության մեջ այդ բանը ստեղծել, որ մենք բոլորի հետ կռվում ենք։ Իսկ կարող է նենց, հա, որ Չէ, իրանք մենակ հայերի, իրանք բոլորը չեն կռվում, Պետրոշը։ Մենակ հայերի, թուրքը լես, ինչ պրոբլեմա, իրանք թուրքերի հետ բարեկամություն են անում, ոչնչացնում են հայերին։ Դե տենց է, բա թուրք իշխանությունը, բա ինչ անեն։ իրականում մենք կռիվ ենք տալիս Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ հարստահարած կոռուպցիոն այն համակարգի հետ, որ ահռելի մեծ ծավալների էր հասել եւ հասել էր նաեւ եկեղեցու որոշակ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը այն համակարգի մաս է եղել, Սամվել Կարապետյանը եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի, եթե չեմ սխալվում, աշխատակազմի ղեկավարներ, եղել է պաշտոնյա, հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա։ Փողը, Պետրոս, փողը եթե դու նայում ես միայն քեշով, գուցե խնդրեմը չի ունեցել։ Արա, բերել են Պետրոս փողը, եթե նկատի ունես քեշով, բերել են քեշ փողը, ներդրել են այս երկրի տնտեսության մեջ բարեգործական ծրագրեր, եկեղեցու ծրագրեր, այս սոցիալական ծրագրեր, Արցախում քեշ փողով տարել են սրանք, այս թալանչիները, այս Կարապետյանները 22 միլիոն դոլար դրսից Ռուսաստանից փող են աշխատել, տարել են 22 միլիոն դոլար դրել են Արցախում հանրապետական հիվանդանոցում։ Հասկանում ես դու ինչ են արել Պետրոս։ Ու այդ արած մարդիկ, այդ ընտանիք, այդ աղբերները պիտի մնային անպատիժ, հա? Դրա համար էլ պատժում են այս մարդիկ, դրա համար էլ պատժում են։ Իրանց կռիվը այդ մարդկանց դեմ է, Ռուբեն Վարդանյանի դեմ է, Սամվել Կարապետյանի դեմ է, մյուսների դեմ է։ Հələ լավ էր հեն Քրքորյանը, Շարլ Անձնաուրը մեռան փրկվան, թե չէ պետք է պատժվեին։ Բերել էր Քրքորյանը եսի միշկան Հայաստան քեզ բան Հայաստան համայնքական հիմնադրամին նույնը Սամվել Կարապետյանը Հայաստան համայնքական հիմնադրամին մինչև հիմիկվա ամենամեծ նվիրատունը բայց այս բան են անում ոչ այս մարդկանց պես են անում միանգամից Հայաստան համայնքական հիմնադրամի փողից 100 միլիոն դոլար վերցնում են գլուխն ուտում են Շնորհակալություն ես եմ շնորհակալ շատ շնորհակալություն քեզ Պետրոս փաստորեն դու էլ մեր Սալավիովն ես հա Ուղղակի բան ես անում։ Մեր հայրենասեր գործիչներին, եթե դրանք պաշտպանում են, դու հակառակը քննադատում ես։ Գիտես ում կանչի, լավ կգովաս, ադրբեջանցի են, արա դրանք էլ են Փաշինյան, Փաշաևներ են ինչ, այդ Ադրբեջանը ինչքան մեկը Փաշազադե են հոգևոր առաջնորդը, մեկը Փաշաևներ են բան, այդ Փաշաևներին կանչի խո դրանք էլ շատ միլիարդատեր հարուստ մարդիկ են, այդ դրանց կանչեք նստեք ես Հայկի բանի հետ իրար հետ մի հատ գովացեք ձեր շեֆերին։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Հայկ Կոնջորյանն է, կհանդիպենք ցտեսություն։